Դա լրագրային անբարոյականություն է։ Նախադասությունը, որը sense մեծ իրարանցում առաջացրեց, ասվել է միայն ու միայն երաժշտական կոնտեքստով եւ ընդհանրապես չի եղել միտում ինչ-որ քաղաքական կոնտեքստով ինչ-որ ֆրազա ասելու, խոսվում էր այնտեղ մարդկանց էությունից բխող երաժշտության մասին։ Այս հոդվածը չեմ կարող հավանել, որովհետև հակասում է ինքն իրան այս մարդկանց։ Ես չեմ ասել, բա մենք նայեք, ժողովրդական ամեն մի երգի մեջ հայ մարդու էության մի մասը կա։ Բերեցի բազմաթիվ օրինակներ, թե ինչպես ամերիկացիները հիմա ունեն խնդրեմ մուսուլմանների հետ, բայց փոփ երաժշտության մեջ այնտեղ էլ արգելված չեն մուսուլմանական ինչ-որ էլեմենտներ օգտագործելը, խոսեցի ռուսական, գերմանական կոնֆլիկտի մասին, համաշխարհային պատերազմի ժամանակ ու որ այդ դեպքում էլ արգելված չէր գերմանական երաժշտությունը Ռուսաստանում եւ հակառակը, եւ բոլոր օրինակներից միայն եթեր հեռարձակվեց այդ ֆրազան, որը որ բնական էր, որ պիտի մարդկանց մոտ առաջացներ զայրույթ։ Օրինակ, ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, նշանակում է իմ էության մեջ կա որոշ բան ադրբեջանական երաժշտությունից եւ իմ բոլոր ընկերները, ես չունեմ այդպես ընկեր, ով չի սիրում ադրբեջանական երաժշտություն, նշանակում է իմ ընկերների էության մեջ կա ադրբեջանական երաժշտությունը, հայկական ժողովրդական ամեն մի երգի մեջ հայ մարդու էության մի մասը կա։ Խոսվում էր երաժշտական սահմանների մասին, ասեցի, որ շատ բարդ է հասկանալ որտեղ է սահմանը վերջանում եւ սկսվում, ասենք, հաջորդ երկրի երաժշտական ոճի սահմանը եւ այդտեղ ասելով, որ ես եւ իմ ընկերները սիրում ենք այդ երաժշտությունը, նկատի ունեի հիմնականում իմ երաժիշտ ընկերներին, որոնք իհարկե ինձպես չեն կարող չգնահատել, չարժեքավորել, օրինակ ասենք Մուստաֆազադեին, որը մայրը իդեպ հայ է ասում են, որը համաշխարհային երաժշտության մեջ ունի իր ուրույն տեղը եւ նրա աղջկան օրինակ, որը վերջերս Բոբի Մքֆերինի նման մեծության հետ ունեցավ մեծ համերգ եւ համաշխարհային մասշտաբի ջազային արվեստի մեջ դեմք է։ Այսինքն հերքել անհնարին է եւ խոսում եմ հիմա էլ ավելի մանրամասն կասեմ երաժշտությունը սահմաններ քանի որ չի ճանաչում եւ ես որ լինելով երաժիշտ եւ սիրելով միշտ դիտարկել տարբեր տեսանկյուններից տարբեր երկրների ֆոլկլորները ծանոթացել եմ ծանոթանալու ընթացքում հասցրել եմ հավանել բոլոր արևելյան երկրների ֆոլկլորը եւ խոսել դրա մասին չեմ վախեցել որովհետև կան այդ խոսակցությունները շատ տեղերում, արվում են այդ խոսակցությունները շատ տեղերում եւ ոչ մի վատ արձագանք չի ստանում այն մարդը, որ ասում է, որ իրականության մեջ կա այդ բանը, բայց երբ որ բարձրաձայն դա ասում ես եթերով, պարզվում է, որ մարդիկ բարկանում են, չեն սիրում լսել իրականությունը։ Ինչ վերաբերվում է քաղաքական իմ հայացքներին, որը այդ օրը ընդհանրապես չի շոշափվել, ասեմ, որ չնայած որ տեսականորեն ավելի համերաշխության եւ խաղաղության կողմնակից եմ, բայց արյանս մեջ ժառանգել եմ թշնամության եւ ատելության իմ չափաբաժինը հանդեպ հարևան երկրի, ասեմ որ ծառայել եմ հայկական բանակում, սահմանում եւ երթվելուց եղել եմ մաքսիմում անկեղծ դիսյագի ժամանակ, շատ չեմ սիրում խոսել հայրենասիրությունից, իրոք, բայց գիտեմ, որ հաստատ մեջս եղած թշնամանքը հարևան պետության նկատմամբ ստիպելու է ինձ հարկը եղած դեպքում նորից լինել առաջին գծում սահմանների վրա եւ կռվել իմ համար, իմ եսի համար, իմ հայրենիքի համար եւ այլն։ Սասուն Պասկևիչյանը պատմեց ինչ-որ դեպք, երբ որ լրագրողները ճիշտ չէին մեկնաբանել կատարվածը եւ ասեց, որ լրագրողական անբարոյականություն է դա։ Մեկ ասել է, որ Պասկևիչյանը կխոսա, չի խոսա։ Ասում եմ, մարդու, իրանք կտամել, դա ով է, հա։ Հիմա այս թերթը որ գրել են, չի գրել։ Ստուգել է իմ հետ ինձ գործարան տվել են թե չեն տվել։ Այսինքն կարողանում եմ հերվիցերով պատասխանել։ Չի կարել են։ Հա, դա լրագրային անբարոյականություն է։ Դա լրագրային անբարոյականություն է։ Օրինակ իմ հերոստաժամով, եթե այնտեղ Լոս Անջելեսում, որ գալիս էին, որ խոսելու, հենց որ խոսում են ինչ-որ մի անհատի մասին, ասում են ստոպ, իրավունք չունես խոսելու։ Դու պետք է բանը, այդ ում մասին որ խոսում ես, այդ մարդը թող գա, նստեք իրար հետ խոսացեք։ Թե չէ դու այսօր քո ասածը նայողը մյուսը դու նայել որ գասի պատասխանում չէ։ Այսինքն չի կարելի, չի կար դա
Կարճ ասեցի, դա լրագրային անբարոյականություն է։ Իսկ անբարոյականություն բառը այստեղ էս ռեպորտաժի մեջ դեռ այլ հատվածում է զետեղված, ու ընդհանրապես խոսքը չի գնում իբր խոսքը չի գնում լրագրողական անբարոյականության մասին, այլ խոսքը գնում է չգիտես ինչի մասին, օրինակ իմ գրած երգերի կամ իմ պաշտպանած երգերի, մի խոսքով։ Վերցնում ես, այս նույն երգն է երգում, բայց արդեն ուրիշ բան է։ Այս նույն երգն է երգում։ Տաշի, տուշի, դա անբարոյականություն է։ Անբարոյականություն է։ Դա անբարոյականություն է։ Դա լրագրային անբարոյականություն է։ Շատ հեշտությամբ կարելի է խեղաթյուրելու համար հեռուստաընկերությունը ունի իր սեփական պատճառները։ Դա անբարոյականություն է։ Որովհետև ես ժամանակին աշխատել եմ Շանթ հեռուստաընկերությունում եւ հետո վեճի պատճառով դուրս եմ եկել աշխատանքից։ Այնտեղ դաշնակահար էի, երգ էի գրել, որը մեղմ ասած դուր չեկավ տնօրենին եւ ուղղակի տեսակետները երգի վերաբերյալ չհամընկան իրար հետ, նախասիրությունները մեր չհամընկան իրար հետ եւ արդյունքում ես դուրս եկա աշխատանքից եւ վերջերս էլ եղավ մի նախագիծ, որտեղ պատրաստվում էին մեզ հյուր կանչել ու հետո պարզվեց, որ տնօրենը ասել է, որ չէ, կա խնդրեմ եւ իրենք պիտի չլինեն Շանթ հեռուստաընկերության եթերում։ Ես եւ Լիլիթ Հովհաննիսյանը այդպես ուզում եմ ասել կան պատճառներ ներկայացնելու վատ կողմից։ Վերջերս հաղորդումներից մեկի ժամանակ պարզ դարձավ, որ գուսանական արվեստի հիմքում ընկած է արաբական պրինցիպները, այսինքն եւ կառուցվածքի առումով եւ լադային առումով։ Հիմա եթե այդ գուսանական երաժշտությունը Հայաստանում համարվում է դասական արդեն, որովհետեւ գլխավոր պրոյեկտների ժամանակ գուսանական երգերը ներկայացվում են որպես գոհարներ, չէ՞, ու այդ գոհարների հիմքում ընկած է արաբականը, այդ դեպքում ինչի համար ժամանակակից երաժշտության մեջ պետք է ընկած չլինի արաբականը։ Խոսում էի ընդհանուր երաժշտության մասին, խոսում էի ունենալով այն ենթատեքստը, որ երաժշտությունը համամարտկային արժեք է ու քաղաքականացնել ես ամեն դեպքում չեմ ցանկանում, արձանագրում էի փաստերը, որ կա իրականության մեջ եւ են, արևելքը կա, ու խուսափել դրանից անհնարին է։ Հեռուստատեսությունը լրիվ այլ կերպ ներկայացրեց կատարվածը, կար ուրիշ հեռուստաընկերություն, որը անդրադարձել էր այդ թեմային, ունդեղ ակնհայտ էր բարիդրացիական հարաբերությունները իմ եւ Սասուն Պասկևիչյանի, որովհետեւ ամբողջ ասուլիսի ընթացքում մենք շատ մտերիմ զրույցի էինք բռնված եւ համամիտ էինք կարծիքների մեջ, միմյանց կարծիքների մեջ կոնկրետ համամիտ էինք։ Դավադին ես չեմ համարում ախր Վահրամի, իսկականից Վահրամի ցավներ տանեմ, ինքը այդպես է ստեղծագործում, այդպես է պատկերացնում։ Մենք իրավունք չունենք ասել Վահրամ դու ճիշտ ես, սխալ ես։ Բայց Շանթ հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժի մեջ շատ լավ արված մոնտաժի արդյունքում ակնհայտ երևում էր թշնամանք մեր երկուսի մեջ։ Թումանյանը մի քառատող ունի, չգիտեմ լսել եք թե չէ, ասվում է ավարներով, ավերներով, կռիվներով ահարկու, արևմուտքի ստրուկները մեքենայի եւ ոսկու, իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ, դեպ արևելքն աստվածային, հայրենիքը իմ հոգու։ Ու Թումանյանի աստվածային հայրենիքը հոգու համարվող արևելքի բնակիչ իրեն ասիացի համարող Վահրամը ուղղակի էլ չի ուզում լսել մեղադրանքները, թե ինչու համար արևելյան երկրում նա գրում է երգեր հագեցած արևելյան էլեմենտներով։ Այդ նորմալ է, բայց ինչ էլեմենտներով լինի, որովհետև ես կարծում եմ, որ ինչքան էլ մենք եվրոպացի փորձենք լինել, մեկը միևնույն ժամանակ նաև ասիացի ենք, արևելքի ժողովուրդ ենք մեր բնավորության գծերով, մեր խառնվածքով, մեր բարքերով եւ սովորույթներով, այնպես որ կարծում եմ ոչ մի այնպես կրիմինալ բան չկա արևելյան էլեմենտներով հագեցած հայկական երգերի մեջ։ Ես կարող եմ այս դեպքից հետո միանգամից ասել ճիշտ հակառակը, ասել որ չկա ոչ մի արևելյան երկրի ներգործություն հայկական երաժշտության մեջ, բացառվում է այդպիսի բանը, բայց մի բան պիտի խորհուրդ տամ անպայման խնջույքների ժամանակ, միջոցառումների ժամանակ ամենատարբեր հենց ձեռքերը վեր եք բարձրացնում պարելու մի պահ մտածեք ինչ երաժշտություն է հնչում սրահում։ Դա լրագրային անբարոյականություն է։